Ողջույն, այսօր պատրաստում ենք ժենգյալով հաց։ Ժենգյալով հացի պատրաստման առաջի բաղադրիչը խմորն է։ Խմորը շատ հեշտ խմոր է, ընդամենը ալյուր, ջուր և աղ։ Սկսենք հունցել։ Եվ աչքաչափով ջուր։ Ստացանք ահա այսպեսի խմոր։ Հիմա թողնենք խմորը մի փոքր հանգստանա։ Բացելուց հետո մեր խմորները ունեն հետևյալ տեսքը։ Սկսում ենք կտրատել կանաչիները։ Ինձ մոտ դա մարոլ է, սամիտ, կանաչ սող, համեմ, բազուկի ճավ, սկսենք մանր կտրատել։ Կանաչիները համեմում ենք, սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղ, և ձեթ։ Սկսում ենք լցոնել միջուկները, փաթաթում ենք ժենգյալով հացը։ Սկզբում բերում ենք մեջտեղից ենք ամրացնում, այնուհետև անկյուններից, տապակացնում ենք, տաք թավայի մեջ դրեցի ժենգյալով հացը, սպասում ենք մինչև պատրաստվի։ Մեր ժենգյալով հացը արդեն պատրաստվում է։ Ահա մեր պատրաստի ժենգյալով հացերը, բարի ախորժակ։